անունը շատ քչերը գիտեն, բայց ադամանդագործության ասպարեզում նա իսկապես ազդեցիկ մարդ է։ Զրուցակցից հաճախորդների թվում քիչ չեն արաբ շեյխերն ու ամերիկացի միլիարդատերերը։ Ֆրանկո Արման, իսկական անունն է Արմեն Արջինյան, գործարար, ադամանդագործությամբ զբաղվող Ֆրանկո Արման ընկերության հիմնադիր ու ղեկավար։ Արման, գիտեմ, որ ծնվել եք Լիբանանում, իսկ ընտանիքի խորը արմատները որտեղից են։ Մորս կողմանի դարոնցի սասունցի, իսկ հորս կողմանի հաջնցի։ Ձեր այ արվեստը, բիզնեսը, որով զբաղվում եք, որքան հասկանում եմ ընտանեկան է, հա, պատմություն ունի։ Իրականության մեջ այո, մոտ 400 տարվա պատմության փաստերը։ 400 տարվա։ 400 տարվա փաստերը կան։ Այդ կևորքան առաջ չենք իրեր։ 1600-ական թվականների պատմական քրքերը գվգայի թե իմ 14-րդ մեծ հայրը մորս կողմանի Սարհադով կամ Սարհադյան ընտանիք Այդ ջուղայեցի հայտնի, այո, նոր ջուղայի, այսինքն 14 սերունդ շարունակ ձեզ մոտ բոլորը զբաղվել են ոսկերչությամբ։ ճիշտ մինչև 1915։ Այսինքն դուք վերականգնեցիք այդ ավանդույթը։ Ճիշտ մեծ հորս այդ ուժը եւ քաչալերությունը անդադար ինձ խրատներ էր տալիս բադանի դառնաս կուզեմ մի քիչ մասնակցանաս ու Փարիզ երթաս զանոթանաս իմ հորեղբորս դուղուն որը քեզ պիտի ցույց տա թե մենք ով ենք ու ով պիտի լինենք։ Ֆրանկո Արմանը հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքից է սերում։ Նրա նախնիները հին ջուղայի ազնվականներ են եղել։ Մեր հայրենակիցը ուղիղ ժառանգն է իր ժամանակների լավագույն ոսկերիչներից ու ադամանդագործներից մեկի, Աստվածատուր Սալթանովի։ Նրա ձեռքով է կերտած հիասքանչ ադամանդե գահը, որը 1660 թվականին ջուղայեցի հայերի անունից ռուս ցար Ալեքսանդր Միխայլովիչին է նվիրել հայտնի առևտրական Զոհրաբ Սահրադովը։ Այժմ Մոսկվայի թանգարաններից մեկում ցուցադրվող այդ գահը զարդարված է 897 ադամանդով, 1298 մարգարիտով, հազարավոր այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։ Ռուս կայսրը հրավիրել էր հայ վարպետին տեղափոխվել Մոսկվա, ուր նա դարձել էր արքունյաց ոսկերիչ ու մանրանկարիչ։ 14 սերունդ հետո Սահրադովի գործը շարունակող Ֆրանկո Արմանը ձգտում է հավատարիմ մնալ ընտանեկան արվեստի ավանդույթներին, հարստացնելով ու զարգացնելով դրանք։ Մասնագիտական կրթությունը արդեն Փարիզ տեղափոխվելուց հետո ստացաք։ Անգլիասած ոչ, Լիբանանում միան աշխատած եմ 10 ամիս որպես ադամանդ շարող եւ այդ 10 ամսվա մեջ միան 2 ամիս գործավոր եղած եմ ուրիշի մոտ, 2 ամիս վերջ արդեն 16 տարեկան էի իմ սեփական ընկերությունը հաստատեցի առանց գրանցվելու, որովհետեւ համաշխարհային օրենք կա 18 տարեկան առաջ չեն կրնար մենք incorporation կամ ընկերություն ունենալ ընկերներու համացանությամբ որոշեցինք ծեր ցերքի դալ ամբողջացինք եւ մեծ ֆիրմաների համար Սաուդի Արաբիայի համար սկսանք գեղեցիկ կոլեկցիոն սարքել։ Այսինքն երբ Փարիզ տեղափոխվեցիք, արդեն կայացած ոսկերիչ էիք։ Ոչ ոսկերիչ, այլ ադամանդաշար եւ դիզայներ։ Փոքրուց ունեի մեջս կծակրելու կամ նկարելու հատկությունը եւ այդ հոգի մեջը շատ ուժեղ էր, երբ Փարիզ փոխադրվեցա ու հասկացա թե ամեն ոսկի գդոր կամ ամեն մի կոարեղեն նախքան որ շինվի պետք է նկարվի կամ կզվի հոներ բլուփրինթի ստեղծագործությունը հադագակիզը նկարելը սկսավ Պլազվանդոմում Փարիզում 17 տարեկանից Իսկ Փարիզում ինչից սկսեցիք։ Փարիզում մոտ 3 ամիս տևեց առաջին կորձը ապահովել պետք է անպայման նորեն մի ոսկերչական կամ ադամանդի ֆիրմայի մեջ աշխատեի շատ դժվար էր որ 16-17 տարեկանի մեկ քեզ այդ մատխաշ տարիքիդ հավատա թե դու այս գործի մասնակիցն ես բարեբախտաբար հիշում եմ Time and Diamonds ընկերությունը ընդունեցին եւ այդպեսով միացա հայ խումբիմը որ ժամացույցներու եւ ադամանդի մասնակիցներ էին Իսկ երբ արդեն Ֆրանսիայում համարձակվեցիք սեփական գործը հիմնել պետք է Լիբանան վերադառնա եւ Բարդակտի զինվորություն գադարեի որը վտանգավոր էր Արաբական երկրի մեջ բայկարիլ ոչինչի համար դժբախտաբար մեծ եղբայրս Վահեն սպանվեց այդ պատերազմին այդ պատճառով թողեցի Փարիզ եւ փոխադրվեցա Նյու Յորք 17 տարեկան էի Նյու Յորքում ունեցա շատ հետաքրքրական
գտնամսել արիտներ, ոնց որ միշտ ամերիկան գոչված է land of opportunity, այն երկիրը որ ոչինչ են, գրնաս մի բան ստեղծել։ Ձեր ամերիկյան երազանք այնտեղ իրականացրեցիք։ Ապրեք։ Եվ գրնամսել հիմնական հաջողությունը Նյու Յորքը սկսավ։ Ֆրանկո Արմանը հիմնադրել է իր բրենդը դեռևս Լիբանանում ապրելիս։ Նա շարունակել է իր բիզնեսը Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Մոնրեալում է հիմնադրել ադամանդների մշակման գործում մասնագիտացող Armanians Diamond ընկերությունը, այնուհետև հիմնադրեց Francesco Armani ընկերությունը, որը հետագայում վերանվանվեց ու հիմա կոչվում է Franco Arman։ Այդ բրենդի ներքո արտադրանքը իրականացվում է հիմնականում Լիբանանում գտնվող արհեստանոցներում, գրեթե բոլոր վարպետները էթնիկ հայեր են։ Ընկերությունը նաև զանգվածային արդյունաբերական արտադրություն ունի։ Այն իրականացվում է Թայլանդում գտնվող գործարաններում։ Արտադրանքի հումքը ապահովում են նույնպես Ֆրանկո Արմանին պատկանող ընկերությունները։ Անմշակ ադամանդները մատակարարվում են Աֆրիկայից։ Մեր հայրենակիցը Կենտրոնական Աֆրիկական Հանրապետությունում ադամանդի մի քանի հանքերի շահագործման երկարաժամկետ պայմանագրեր ունի։ Այդ պետության առաջնորդների հետ նա փոխշահավետ համագործակցություն է հաստատել դեռևս 20 տարի առաջ։ Աճող բիզնեսում վերջերս տեղ է գտնում նաև Հայաստանը։ 2025 թվականի հոկտեմբերին Երևանում բացվեց Ֆրանկո Արման ընկերության հայաստանյան ներկայացությունը։ Այժմ քննարկվում են Երևանում ադամանդագործության թանգարան բացելու ծրագրերը։ Ձեր արվեստում հայկական ինչ-որ ոճ նկատվում է։ Անպայման։ Իմ collection-իս մեջ, ասենք, ոչ թե գա միան կլասիկ մինիմալիզմի արվեստը, նաև գա Victorian style, որոնք թակուիներու համար, իշխանուիներու համար պատրաստված գոհարեղ են, իսկ նաև գա Imperial Collection-ը։ Imperial Collection-ը ուղղակի հայկական քանդակով սարքված collection է։ Ունենք մադանիներ, վզնոցներ, ժամայցուցներ եւ այս մեկը օրինակ Imperial Collection-ի կպատկանի եւ երբ հրաբարակ իջնենք հանրապետության գտեսնանք այդ շենքերի վրայի գամարների մեջի քանդակները մեզ գիհիշեցնեն հայկական արվեստի ոգեշնչվում եք ճարտարապետությամբ հայկական միշտ եւ պահանջված է այդ հայկական ոճը ոսկերչության մեջ անգերձ ասած դարբեր ազգեր ռուսերը շատ են սիրում արաբները շատ են սիրում դիզայնը դուք անձամբ եք անում բոլոր իրերի այո բոլորի հոգին պետք է որ ես նախ հադագակիցը հիմնեմ ունեմ նաեւ օգնական հայ երդասարտներ նորեն Լիբանանից որոնք ամբողջացնում են շատ անգամ բոլոր այն գործերը որ ես ժամանակը չունեմ ամբողջացնելու բոլոր կտորները մեկ օրինակով են արվում թե նաև զանգվածային արտադրություն կա one of a kind masterpiece եւ lifetime guarantee զմա guarantee ինչ որ գդարվի մենք պատասխանատու ենք բացի եթե մուրջ առնեք եւ թիպմամբ գործանեք այդ բարակային ոչ Անոնը ընկերության Ֆրանկո Արման ինչից առաջացավ Փաստորեն անոնից բոլորովին պարզ չէ որ հիմնադիրը հայ է Ուրեմն Ֆրանկո իմ դուղուս անուն է որը ամփոփումն է Ֆրանչեսկո անունի Ֆրանչեսկո կնշանակե ազատություն սիրող անձը Ամերիկայում ընկերության անունն էր Ֆրանչեսկո Արմանի որը կնշանակե ազատություն սիրող անձը հայ է Ֆրանկո Արմանը եղավ համաշխարհային ընկերություն trademark mark depose որպես ավելի ամփոփ եւ ավելի հեշտ հնչող անուն։ Լավ, այդ հաճախորդը պետք է իմանա ձեր մասին, ինչպես է այդ կապը կայանում։ Անգլերեն ասում ենք word of mouth։ Մեկը մյուսին պատմում է։ Ինչի եմ հարցնում, որովհետև ձեր ընկերության անունը այդքան տարածված չէ։ Դուք, այսինքն ներդրումներ չեք կատարում ձեր ընկերության ինչ-որ մարքեթինգային ինչ-որ հնարքներ փնտրելու համար։ $1 չեմ վճարած ոչ ռեկլամի, ոչ զանուցումներու, ոչ advertising, ոչինչ։ Այն հաջախորդը կամ այն collector-ը, անձը, որ պիտի կնե այդ կորձը, պիտի ուրախանա եւ ինք պիտի վգայե իմ մասից։ Մեկը գլա 2, երկուքը գլա 4, ապա 8 ու 10 անգամ են կդառնա միլիոն։ Աշխարհի 4 կողմ հաջախորդներ ունեմ, գտնամսել Հոնգ Կոնգեն բռնե մինչև Լոս Անջելոս, Beverly Hills, Bel Air, ունին կամպավոր անհատներ, երգիչներ, տերասաններ, տերասանուհիներ, թագավորական ընտանիք են շատ արաբական երկիրներու մեջ, դիպլոմատներ, նույնիսկ ամենահամեստ անձը, որ միան $100 ունի, գրնա իմ մոտից $100 մադանի
կամ ագանչո, կամ վզնոց ստանա ատամանտով։ Իսկ ամենաթանկ ձեր ստեղծած գործը որքան է արժեցել։ Ամենաթանկը, որ մինչև հիմա ծախած եմ $18 միլիոն գա։ $18 միլիոն, ինչ էր իրենից ներկայացնում։ Կարծեմ պատվիրել էր ձեզ։ Այո։ Իսկ ճակատագիրը այդ ստեղծագործության հայտնի է։ Չէ, ում ձեռքում է, ում է գեղեցկացնում հիմա։ Չեմ գիտեմ։ Դա գաղտնիք է, թե չգիտեք։ No, իջած է special catalog եղած է եւ ոչ թե միան կարտի, Van Cleef-ի համար էլ կորձեր սարքած են յուրահատուկ Chanel-ի, Christian Dior-ի այս բոլոր ընկերությունները, որ Փարիզում գտնվում է, համայն աշխարհը չի իմանում, որ Փարիզի արդյունքը այս ֆիրմաների լիբանահայ երդասարտների քանտակն է։ Եվ բադիվ գսկամ, որ ես ժամանակին այդ խումբին մեկ մաս էի։ Իր 40 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ֆրանկո Արմանը պատվերներ է կատարել աշխարհի ամենահայտնի ոսկերչական տների համար։ Նա բացառիկ զարդեր է ստեղծել Cartier-ի, Van Cleef-ի, Chanel-ի, Christian Dior-ի համար։ Նրա ստեղծած նմուշների արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում։ Ֆրանկո Արման ապրանքանիշի զարդերը կրում են արքայական ընտանիքների անդամներն ու շոու բիզնեսի գերաստղերը։ Մեր հայրենակիցը աշխատում է ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց համար։ Պահանջված են մասնավորապես Ֆրանկո Արմանի ճարմանդները, իսկ կանանց համար ստեղծվող զարդերը չեն սահմանափակվում ավանդական մատանիներով, ականջողներով, վզնոցներով ու մանյակներով։ Մեր հայրենակցի ընկերության վարպետների ձեռքում ոսկերչական զարդ կարող է դառնալ օպտիկական ակնոցը, գրպանի գրիչն ու անգամ ձեռնոցը։ Բրենդի լավագույն ստեղծագործությունները ժամանակին ցուցադրվում էին Մոնրեալում գործող ադամանդագործության ու ոսկերչության Ֆրանկո Արման 24K կոչվող թանգարանում։ Իսկ ձեզ չի վիրավորում այն, որ Cartier-ն եւ մյուս այդ հիշատակած ընկերությունները ձեր ստեղծագործությունը վաճառում են իրենց բրենդի ներքո, իսկ ձեր ձեռագիրը ոչ միտեղ չի նկատվում։ Բնավ երբեք, բնական բան է։ Ձեր անունը ոչ միտեղ չի հիշատակվում։ Ու ինձ ճանաչողները գան ու իմանում են։ Իմ անունը գոյություն ունի այսօր համաշխարհային auction houses, որ մուրժը գխփեն ու գսեն 1 միլիոն, 2 միլիոն, այդպիսի ընկերություններ ու ցանգի մեջ ուրբի տեսնեք Fabergé, Bulgari, Cartier, Buccellati, Rolex, Tiffany, Patek Philippe, Piaget եւ նաեւ մի տեսնակ Francesco Armani ընկերությունը։ Որտեղ է այդ ամենը արտադրվում։ Ուրեմն, ինչ որ Imperial Collection-ի հետ կապ ունի հայկական ոճի հետ, մեր լիբանահայ երդասարտներն են։ Իսկ սպառումը ինչպես է կազմակերպվում։ Ամեն երկիր, այն երկիրը որ գբահանջի այս գործը Լիբանանեն գուկա։ Ունին Բանգկոկի գործ, Serum Collection, որոնք գոչվի mass production, այսինքն երբեմն որոշ ընկերություններ իրենց համար սերի 1000 օրինակ, 5000 օրինակ, իրենց համար այդ մեկը Թայլանդի մեջ կշինվի, բայց իմ անունս ընդհանրապես չեմ ուզում այդ գործերի մեջ տնել, երբեմն համաձայնություններ կա, ասենք ասինչի համար բայ Ֆրանկո Արման, խնդիր չէ, այդ մեկը գադարում ենք, պրեստիժի համար անշուշտ մեզ շահապաժին կտրվի, երբ մեր ստորագրությունը տրվի։ Ասացիք, որ հայտնի դեմքեր կան, ովքեր ձեր պատվիրատուներն են եղել կամ ովքեր կրում են այժմ ձեր, իսկ անուններ կարող եք հիշատակել։ Գնամ իշել առանց անունները դալու, ասենք Դուբայի ղեկավարներուի ընտանիքներ են, Աբու Դաբի են, ինչպես նաև Կատարի Royal Family-ներ են, Սաուդի Արաբիան, Աֆրիկայի շատ մի երկիրներ ու դիպլոմատներ, նախագահներ, իրենք անձամբ են ձեզ պատվիրում, նկարագրում ինչն է իրենց ուզածը։ Այսինքն դրա համար անհրաժեշտ է անձնական հանդիպում։ Նույնիսկ երբեմն անձամբ կուքան գտիմավորեն օտոգայանը։ Այսինքն հրավիրում են, որ դուք գաք իրենց մոտ, հա։ Այո, կհրավիրեն, նույնիսկ բանտոգի փողնալ կվճարեն, տիկետի երթալ կալու փողնալ կվճարեն, ու ամեն գիշեր միասին ճաշարաններ կամ հյուրասիրություն, մտերիմ ընկերություն։ Իմ ընկերության հիմնական սկզբունքը երևյալն է։ Անոնք, որոնք յուրահատուկ գործ են ուզում, նույնիսկ եթե մի քանի հազար դոլար է կամ մի քանի 100,000 կամ մի քանի միլիոն, նախ պետք է իմ հետ ընկերը լան։ Իսկ ընդգծում եք ձեր հայ լինելը հաճախորդի հետ զրույցներում։ Անպայման։ Հայեր ձեր հաճախորդների թվում շատ կան։ Հայ։ Այո։ Լիքը։ Նյու Յորքից բռնենք մանավանդ Լոս Անջելոս։ Իսկ սեփական ձեր շոուրումը կամ բուտիկը, խանութը կա այդպեսին։ Ընդհանրապես ես ոչ բուտիկ ունեցած եմ, ոչ շոուրում,
Բայց մեկ անգամ թանգարան բացի Մոնտրեալ դաունթաունի մեջ եւ որոշեցի մի գեղեցիկ պատմական շենք մարնել եւ այդ շենքը վերածեցի Franco Arman 24K 24 կարատ թանգարանի յուրահատուկ մի շորում դարձավ It was not open for public այսինքն անհատներ որոնք մեզ ճանչնան կամ գերացայնեն եւ գժամատրվեն գտեսնվեինք եւ այդ պալատի մեջ միասին լավ ժամանակ անցկացնելով կհասկանային թե ինչն է դարբերությունը Արման ադամանդը այդքան հարաբերական արժեք է չի գա մի օր երբ այդ արհեստական արժեքը այլևս արժեք չի լինի Լավ ինչու են ասում diamonds are forever Ասեն որովհետեւ ընդունված է կարծել որ դա թանկ բան է Լավ no այո թանկ է գիտեք ինչի որովհետեւ ընդունված է կարծել No բաժար կա Ինչն է գաղտնիքը որ ադամանդը համարվում է աշխարհի ամենա թանկագին բիդույքը ասենք ամենագարձր օբյեկտն է Եվ հետո ինչ ադամանդի միջոցով հազարավոր կորզիկներ գսարկել Այդ բանը հասկանում են գնահատում են իսկ որպես արժեք որը կրում են կամ շարայ ադամանդի մեջ գա ցանկ հավիդենականություն ասեմ ինչի ադամանդի փայլքը չի պարտադրի ոչ մեկ ուրիշ բանի երբ այսօր իմ սիրուհին իմ գինը իմ նշանածը ուզում եմ նվիրեն ամենագեղեցիկ վարդը որքան ուրախանա շատ չէ հայուհիները սիրում են վարդ համաձայն եք վարդը բույր ունի վարդը բնական է վարդը իրական է Մարոն Արտյոմ ներողություն քանի օր թիմացավ այդ վարդը ծեր դամ մեկ 2-3 մեկ շաբաթ վերջ աղբն եք գցում վարդը արժեք ունի երբ հողի մեջ ցանված կմնա ես չեմ ընդունի մեգումը վարդ նվիրել սպաննված վարդ է ողջ չէ բայց ատամանդը նույնիսկ մուրջը գործանի մուրջը գործանի ու ատամանտը չի գործաներ այս է դարբերությունը ու շատ դժվար է ատամանտ մշակել բարձ բան չէ անցամ ես Աֆրիկայի մեջ իմ խումբով հազարավոր ժամեր դված եմ որովհետեւ մի քանի ատամանտ ճարել Այսինքն նաև դուք ադամանդը արդյունահանելու բիզնեսով եք զբաղվում Այո հանքերու կորզերի մեջ է Աֆրիկայում որ երկրներում Ուրեմն ատամանդը գտնվի Central African Republic Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն Բոկասայի մասին եթե լսած եք այդ երկրի մեջ ատամանդի հանքերու 25 տարվա արտոնակիր ունեմ Ուր նաև գտնվի Արսլանյան ընկերությունը Իդեպ հիշատակեցիք Արսլանյան ընկերության մասին դուք ինչ-որ կոոպերացիա համագործակցություն ունեք մյուս հայ խոշոր արդյունաբերողների հետ Մտերիմ ընկերներ ենք բայց ոչ մի արևդրական կապ չկա բայց եղած է պետք օրինակ խնդրած եմ իրենց հագարակ վարակային մեծ քանակի եւ այլն եթե պետք կլա իրենք խոստացած են գաբահովենք ցեզ ինչ որ պետք կլա Ես եղել եի Անտվերպենի ադամանդի այդ բորսայում եւ հետաքրքիր է որ Այնտեղ համենայն դեպս միջև 80-ական թվականները միայն հրեաներ էին եւ մի քանի հոլանդացի, մի քանի հնդիկ։ 80-ական թվականներին այնտեղ մտան հայեր եւ փորձեցին եղանակի վրա ազդել։ Ինչ է ֆենոմենը ինչպես կբացատրեք։ Շատ ներողություն, հայերը այնտեղ շատ չեն, բայց անոնք որ ներկա են ուժեղ են, լավ զորություն ունին եւ լավ համբավ ունին մեր հայերը։ Արման, իսկ Հայաստանում ինչ որ գործ ծավալելու պլաններ ունեք։ Ֆիրմաս նոր բացվեց, մի քանի օր առաջ։ Հայաստանում ընկերություն եք հիմնել։ Այո, Franco Arman Երևան, նպատակ ունեմ Գարավարության կուլտուրային նախարարության հետ համագործակցությունը, որովհետեւ ունենանք առաջին քոհարեղենի թանգարանը։ Իմ նպատակն է, իմ երազն է։ Եթե ուզենանք մենք Երևանում թանգարան մսարկել, հեշտ է, ես պատասխանատու եմ։ Ամեն ինչի բադեբադ զարտերը լեցնելու, նկարները լեցնելու, կոնտակտների նմուշները, պրոտոտայպերը ստեղծելու ու թողքան աշխարհի 4 կողմեն մեր այս գեղեցիկ սիրուն Երևանի մեջ դենան թե հայը ով է։ Դե ինձ մնում է միայն մաղթել, որ այդ ձեր նախագիծը օր առաջ իրականություն դառնա, քանի որ իսկապես կնպաստի բոլոր հայերիս դրական համբավին աշխարհում։ Շնորհակալ եմ Արման։ Արման, սա իմ ավանդական հուշանվերն է, այս անամոր կոչվող հրաշալի գինին Անուկյան կոնյակի ու գինի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի համար, այդպես էլ կոչվում է Անամոր աշխարհի հայերը, այս մեկը 100-ից 22-րդն է։ Մի լավ առիթով համտեսեք։ Լավ թիվ է, 22։ Ու նաև մեր մյուս հովանավորը Չեխիայում հայտնի ազգությամբ հայ արդյունաբերողի արտադրած հրաշալի տորթը։ Շատ շնորհակալ եմ։